ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի անակնկալ հեռացման մասին 3 բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Շատերի համար շոկային էր, ինչու է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին, որի նախկինում Արգամիջի Արամ էին ասում, իսկ իշխանափոխությունից հետո Նիկոլի Արամ Փաշինյանին հավատարմության համար։ Չնայած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարար դառնալու օրվանից ցանկություն է ունեցել ազատվել համակարգի երկարամյա պաշտոնյայից, սակայն Փաշինյանի հովանավորության շնորհիվ Հովհաննիսյանը մնացել է չխորշելով անգամ երաբլուրում որդեգորուս մայրերին քարշ տալու հրահանգից։ Ըստ համակարգի աղբյուրների նրան ազատելու հիմքեր վաղուց կային եւ շատ էին, մեկն իր որդին էր։ Դեռ մի քանի տարի առաջ նա իր տնտեսագետ ավագ որդուն Կարլենին Մասիսի Մռոյի պետ էր դարձրել առանց մասնագիտական կրթության։ Հետո մամուլը գրեց, որ նա փողով վարորդական վկայականներ է տալիս եւ քրեական վարույթ է հարուցվել։ Բայց իշխանական շրջանակներում այս պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ, իբրև թե ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սևանի ճանապարհը փակելու գործը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սևանի կառավարական ամառանոցում։ Ասում են, թե շատ է ջանք դրել, շուտ է փակել ճանապարհը եւ երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տևական ազդանշաններով ողջունել են նրան։ Բացի այդ, ողջ Երևանը ողողված էր շնորհավոր Քեռի Նիկոլ եւ չենք վստահում մակագրության պաստառներով։ Մեզ պատմեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի տարեդարձի հյուրերից է եղել, առաջիներից է հեռացել, հավանաբար Փաշինյանը հենց այնտեղ է ասել դիմումդ գրի։ Նրան կփոխարինի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը։ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից փոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Աստանյանի հիմնած նոր կուսակցությունը ՄԱՍԿ անվանումով։ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները։ Նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը հավանաբար վերևից է հրահանգված եղել։ Հովիկ Աղազարյանը 3 մեծ զրույցում չբացառեց, որ հնարավոր է նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները եւ նոր փաթեթ ներկայացնեն պետրեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց։ Սևանի կառավարական ամառանոցում իր 50-ամյակի միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է գրեթե բոլոր պաշտոն ունեցող ՔՊԱ-ականներին, կառավարության անդամներ, իշխանական խմբակցություն, այլ ՔՊԱ-ականներ։ Նրանց բացառիկ շանս են դրված եղել լիուլի գծնելու շեֆին, բարեմաղթանքներ բարձրաձայնելու, փառաբանելու եւ բոլորն օգտվել են դրանից։ Փաշինյանը նախորդ տարիներին իր ծննդյան տարեդարձները նշում էր հիմնականում նեղ կրուգով, սակայն ինչպես ՔՊԱ-ականներից մեկը նկատեց, այս տարին ոչ միայն հոբելյանական է, այլև նախընտրական, իսկ շատերի համար հրաժեշտի միջոցառում։ Հաջորդ ամառ շատերը տեղ չեն գտնի ցուցակներում։ Բացի այդ, Փաշինյանի հոգեվիճակը բարվոք չէ եւ նրան դրական իմպուլսներ են պետք, որ հանրության մնացած հատվածի ատելությունը կարողանա տանել։ Կենացները բնականաբար քաղաքական մեսիջներից զերծ չեն եղել, համախմբման, միասնական լինելու կոչեր են հնչել, ՔՊԱ-ականները մինչև ուշ գիշեր կերուխում են արել։ Հայ առաքելական եկեղեցին եւ հոգեվոր դասը միակ ուղղությունը չեն, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ասում են ընտրություններին ընդառաջ պետական համակարգն աշխատում է բոլոր ուղղություններով։ Դիցուկ վերջին շաբաթներին փնտրում հայտնաբերում են փոքր ձեռնարկատերեր գործարարների եւ հարկային ստուգումների արդյունքում խոշոր տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ, փորձելով առաջիկա զարգացումներից առաջ հնազանդեցնել նրանց, հակառակ դեպքում կտանեն սնանկության։ Իհարկե ՊԿ հերքում է նման տեղեկությունները, ասելով, թե պարբերական եւ հերթական ստուգումները միշտ են անցկացնում եւ անակնկալ այցեր միայն ընդդիմադիրների մոտ չեն ունենում։ Սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից հատկապես վերջին շաբաթներին բազում բողոքներ են ստանում, որ հարկայինից իրենց այցի են գալիս։ Ավելին 8-8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ բազմաթիվ մանր խանութներ են փակվում, ինչին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք։